Ես իհարկե փոխադարձ հարգանքին շատ կողմնակից եմ, պարոն Ավետիսյան, առավել ևս ձեր նկատմամբ, ես իմ բոլոր դասախոսների, այդ թվում ձեր նկատմամբ հարգանք ունեմ խորը, ընդ որում այդ առումով ոչ միայն գործընկեր, այլ նաև որպես դասախոս իմ ջալոց, ու 5 եք ինձ նշանակել, էդ էլ ասեմ, Ոչինչ, նորմալ է, ես իմ իջայլոց, ու շատ կարևոր է իհարկե կարծում եմ, նաև այս մթնոլորտում հարցերը քննարկել, իհարկե կարող եք ինչ-որ բանի հետ համաձայնել, ինչ-որ բանի հետ համաձայն չլինել, օրենք չի, իհարկե, օրենք չի նաև իմ համար իմ հայտարարություն, օրենք այն ինչ-որ մեր սահմանադրությամբ, մեր օրենքներով նախատեսված է, բայց շատ կարևոր է, որպեսզի իրազեկվածությունը բարձր մակարդակի վրա լինի եւ ես շատ եմ կարևորում դա ու էլի ես չեմ ուզում ասեմ տենց որ մենք տենց բան չանենք էլի գլուխ-գովալու բանով բայց իմ իրազեկվածությունները նաեւ իմ իրազեկած մեր ծրագրերի շնորհիվ մենք տարվա ընթացքում արձանագրեցինք որ պլանավորածից մեր գրեթե բոլոր ծրագրերով ունենք ավելի շատ դիմումատուներ Եվ արդյունքում գնացինք պետական բյուջեից ահագին գումար խնդրեցինք, որովհետև պլանավորել ենք պիտի ունենանք X թիվ, ունեցել ենք X+50% դիմորդ, որովհետև ուղղակի ստանդարտ այդ հայտարարությունից զատ ներկա գործիքները գիտեք, մի հատ TikTok-ով կամ Facebook-ում մի հատ հոլովակես նկարում 300-400 հոգի դիտում է, մեկ էլ տեսնում ես այնպես մեծ դիմումների ծավալ ունեն։ Այո, այդ բոլոր գործիքները օգտագործում են, որպեսզի մեր հանրությունը տեղեկանա մեր քաղաքականությունների մասին եւ առավելագույնս օգտվի մեր ծրագրերից։ Ինչ վերաբերում է ամսաթվին նորից կրկնեմ, ամսաթվի մասով հիմնական խնդիրն է, որ այդպիսի պոզիտիվ պարտավորություն մենք չունենք, բայց գնում ենք ընդառաջ եւ իմիջիատոց քանի որ խոստացել էի ցուցակը տալ, եթե իհարկե կարող եմ նաեւ ընդայնված նիստի ժամանակ ասեմ, օրինակ դիլերները ենթադրենք կա Euro Motors, BMW 3 հատաներ մուծել, IAA Logistic, ROX 27 հատ, ABC Auto, Arc Fox 36 հատ, CR Auto Changan 167 հատ, Panda Motors, Dongfeng 2 հատ, Intercars, Aircar, Dongfeng, Voya 248 հատ, VG Motors, After Cherry 86 հատ, ուրեմն Auto Gallery, IM եւ Maxus էլի 86 հատ, Andron Neta 22 հատ, Armen Alexan SP, Dongfeng Ruichi 35 հատ, Capital Motors Kia 8 հատ, Auto House Porsche 20 հատ, E-Auto ամենաշատը ինքնաբեր է, Hongqi 674 հատ, ուրեմն Avantgarde Volvo 89 հատ, Sky Motors GMC GMEV Mazda 64 հատ, Royal Li 35 հատ, EV Motors Aito 50 հատ եւ Muran Geely Zeekr 289 հատ։ Այս պահին ուրեմն մոտավորապես մոտ 2000-ի արդեն բանա, մեզ ասում են, որ մոտակա օրերը մինչև ամսվա վերջ Հայաստան կգա էլի մեծ պարտիաներ, որոնք որ մի քանի 100 կլինեն, ես հիմա չեմ ուզում թվեր ասեմ, ավելի համեստ թվեր եմ ասում 200-300, բայց հնարավոր է ավելի շատ քվոտա էլ ունենանք, ասենք 500-600 որ ավելի լավ։ Ամեն դեպքում ասենք թող պատասխանատուներն էլ իմանան, կարծում եմ դուք էլ կհաստատեք, այստեղ իրականում կոռուպցիոն ռիսկեր կան։ Ինչքան էլ մենք փորձենք այդ սխեման պարզ ներկայացնենք, բայց բոլորը պետք է իմանան, որովհետև խոսքը վերաբերում է նաև մեծարժեք մեքենաների մեծ գումարի մասին, մաքսատուրք վճարել չվճարելու։ Հիմա օրինակ, մինչև դեկտեմբերի 31-ը պայմանական ձեր ասած 287
թիվն է, որ պետք է բաշխվի։ Այսպես ցույց ճուժոյ չանեն եւ վերահսկողության շատ այսպես խիստ վերահսկողության տակ դա պետք է լինի, որ նախ արդարությունը պահպանվի եւ նաեւ այդ հնարավոր բարձր ռիսկերը կանխվեն։ Պարոն Պապյան, աշխատում է, որովհետեւ իրականում հենց այնպես չենք ասում, էլի, այսինքն հիմա մարդիկ չեն ուզում իրանց անունները ստեղից հնչեցնեմ։ Պարոն Ավետիսյան, հիմա չեն ուզում, հիմա չեն ուզում իրանց անունը հնչեցնենք, բայց ասում են թող լինի, ով ասում է թող լինի խիստ վերահսկողություն, նշանակում է, որ ինքը արդարության կողմնակիցն է։ Ով սենց բան, տենց փորձում արագ, տենց տենց չի խնդիրը եւ այլն, ուրեմն նշանակում է ստեղ կողմնակիցը չի։ Խնդիր կա, էլի, ստեղ խնդիր կա, թող լինի բան պարզ եւ խիստ վերահսկողության ներքո գործընթացը, որ մարդկանց մոտ բացական սպասումներ չառաջանա։ Ված չի, էլի, տենց որելնում է։ Պարոն Ավետիսյան, ես ինքս շատ խիստ վերահսկողության կողմնակից եմ։ Խնդրում եմ ձեզ, եթե մեկ դեպք ձեզ հայտնի կլինի, եկեք իրար հետ, ես ձեր հետ։ Կլինի դեկտեմբերի 31, հունվարի 1, երբ կլինի, գնանք մինչև վերջ իրա հետևից եւ ես խոստանում եմ, որ հաստատ լավ չի լինի այն մարդկանց համար, կներեք, որոնք որ այդպիսի խարդախություններ արած կլինեն։